Պարոն Պողոսյան, գիտեք, այնպիսի տպավորություն է, որ մենք այստեղ հավաքվել ենք ուղղակի, որպեսզի լսենք, թե մինչև հիմա ինչ է արվել այս գործով։ Դրա գնահատականը տվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, որ դուք ոչինչ չեք արել, այս համակարգը 17 տարի ուղղակի պարալիզված է եղել այս գործով եւ որևէ հարց դուք չեք լուծել։ Եվ այդ որոշումը դրա մասին է։ Մենք ուզում ենք իմանալ, դուք ինչ եք պատրաստվում անել այս վարքյանից հետո, որ դուք պիտի դա ձեռնարկեիք 2 ամիս առաջ, ուղիղ 2 ամիս առաջ այդ վճիռն է արձակվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի։ Եվ մենք եկել ենք այստեղ լսել, թե դուք ինչ եք պատրաստվում անել, որպեսզի չկրկնենք այն, ինչ տեղի է ունեցել նախկինում, դատախազության, քննչական մարմինների, դատարանների ուղղակի հանցավոր մասնակցությամբ։ Համեցեք, պարոն Պողոսյան։ Պարոն Բաբաջանյան, ես իմ խոսքի սկզբնամասում նշեցի, որ մարտի 1-ի վերաբերյալ քրեական վարույթը չի գտնվում քննչական կոմիտեի վարույթում։ Եթե ընդհանրական ձևով, ճիշտն ասած, կոնկրետ եթե այս գործի մասին է, չէ, բնականաբար խոսքը, դե ես նշեցի, որ քննչական կոմիտեի քննիչները ընդգրկված են քննչական խմբում, քննչական խումբը ըստ էության իրեն վերաբերելի մասով, ըստ էության ուղղություն է, որովհետև քննչական խումբը նաև օրենքով նախատեսված է քննչական խմբի լիազորությունները, քննչական խմբում ընդգրկված քննիչի լիազորությունները, մենք մեր գործողությունները կատարել ենք եւ նշեցի, որ նաև հանցագործության նոր դեպք ենք բացահայտել ըստ էության, որը որ մեր գնահատմամբ կարող է դրան տրվել նախնական իրավական գնահատական, այս մասով մենք ակտիվ գործողություններ ենք կատարել, նշեմ, որ այս մասով քննչական կոմիտեի կողմից քննության արդյունքում նաև այս դրվագը կարող է ազդել նաև ես նշեցի մյուս անձանց մասով արարքների քրեիրավական որակման վրա։ Ես կարող եմ նաև նշել, որ քննչական խումբը, քննչական կոմիտեի քննիչները ակտիվ գործողություններ են կատարում նաև սպանությունների հետ կապված դրվագների անհատականացման, այս մասով ակտիվ քննություն, այսինքն չեն բավարարվում միայն առանձին դրվագներով, նաև նշեց պարոն Նահապետյանը, որ նաև քննչական կոմիտեի փորձագիտական, քրեագիտական հիմնարկում է կատարվում փորձաքննությունները, այս մասով էլ նշեմ, որ զենքերի անհատականացման հետ կապված հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զենքեր, մակարով տեսակի ատրճանակներ եւ այլն, այս պահին նաև հետազոտվում են փորձաքրեագիտական մեր հիմնարկում, ՊՕԱԿ-ում եւ այդ process-ը շարունակվում է, այսինքն ինչքան ամրացված զենք զինամթեր կա, դրանք ենթարկվում են փորձաքննության։ Այսքանը, շնորհակալություն։